Բայց երբ հայտարարվեց պատիվ ունեմի կողմից, որ ՀԿ գործադիր մարմնի կոչով իրենք առաջադրում են Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, մենք հայտարարեցինք, որ կողմ ենք այդ թեկնածությանը։ Լրացուցիչ նաև դետալների համար 3 հանդիպում էր տեղի ունեցել, որ այսպես շատ իսկապես ուռճացվեց դարձան արաբ-իսրայելական բանակցությունները։ Մենք չունենք որևէ առանձին թեկնածու, այդ 28 ստորագրությունները Դավիթ Համբարձումյանի համար են, մենք չունենք առանձին ձևաթուղթ, այդ 28 ստորագրությունները ՀԿ-ի պատրաստած ձևաթղթի համար են։ Ենթադրելով, որ գործ ունենք 30 տարի Հայաստանում դերակատարություն ունեցած լուրջ եւ ծանրակշիռ քաղաքական ուժի հետ, ով ստանձնել է քաղաքական գործընթացի պատասխանատվությունը, ինչ որ խնդիրներ ենք տեսել, որը մեր համար անհաղթահարելի է եղել այս պահին։ Եթե այլ թիմը տեսել է այդ խնդիրները ինչպես հաղթահարել, դա շատ լավ է։ Սա ճիշտ նույնն է, ինչ 2018 թ. Իրականացվել է Տուշոնկայնարով բանակի նկատմամբ, հիմա նույնը իրականացվում է եկեղեցու նկատմամբ։ Ես միայն հույս ունեմ, որ իսկապես ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի պաշտոնի խոստում, ոչ մի բան, ոչ մի սպառնալիք որևէ մեկին չի ստիպի գրոհել մայրաթորը։ Մենք պիտի հասկանանք, որ մեր դեմ աշխատում է համակարգ երբեմն թշնամական ուղիղ վերահսկողությամբ, թշնամական որ ասում են բառը բուն իմաստով, երբեմն Ադրբեջանի մոդերացիայով։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական թիվ 1 հարցը, դա Արթուն նախաձեռնության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին Հայաստան խմբակցության միանալու հարցն է։ Նախորդին տեղի ունեցավ քննարկում Հայաստան խմբակցության եւ պատիվ ունեմ խմբակցության միջև, որից հետո Հայաստան խմբակցության բոլոր падգամավորները սոցիալական իրենց ցանցերում հրապարակեցին ցուցակը ստորագրված Հայաստան խմբակցության։ Ինչու չշարունակեցինք պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած ցուցակը ստորագրել եւ առանձին ցուցակում առավել եւս որ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ խնդիր չունեն տեխնատուի մասնավորապես Դավիթ Համբարձումյանը։ Ես կարծում եմ, որ ներքաղաքական օրակարգի գլխավոր թեման Հայաստանում, ինչպես վերջի տարիներին, շարունակում է մնալ պետության ըստ էության կազմաքանդման հարցը, այսինքն դա է գլխավոր խնդիրը։ Այո, ընդդիմադիր թևերից մեկը, ընդդիմադիր ուժերից մեկը, այս դեպքում պատիվ ունեմը, այս իրավիճակից ելքը տեսել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելով եւ դրա շուրջ սկսել է գործընթաց։ Հիմա դա թևերից մեկի օրակարգն է։ Դաշնակցության դեպքում օրակարգը օրինակ այս կազմաքանդման գործընթացին դիմադրության պատրաստումն է, կենտրոնացումը ուժերի մոբիլիզացիան, այսինքն ամեն մեկը իր մարտավարությունն է որդեգրել։ Հիմա բուն իմպիչմենտի մասին իմպիչմենտի գործընթացը այն բայց երբ հայտարարվեց պատիվ ունեմի կողմից, որ ՀԿ գործադիր մարմնի կոչով իրենք առաջադրում են Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, մենք հայտարարեցինք, որ կողմ ենք այդ թեկնածության, այսինքն կողմ ենք ասածը մեր 28 ձայնը պատրաստ ենք տալ այդ թեկնածության համար։ Լրացուցիչ նաև դետալների համար 3 հանդիպում էր տեղի ունեցել, որ այսպես շատ իսկապես ուռճացվեց դարձան արաբ-իսրայելական բանակցությունները, բայց այդ հանդիպման ընթացքում դեռ հանդիպումը չավարտված մենք տեսանք Հայկ Մամիջանյանի, Աննա Մկրտչյանի էջերին բլանկ ստորագրությունով 6 ստորագրությունով ու տպավորություն ստեղծելով, որ պատիվ ունեմ սկսել է ստորագրությունները, պակասում են, այսինքն մենք չենք միացել, մենք էլ այդ նույն բլանկը ուղղակի վերցրեցինք, 3 խմբակցության բոլոր падգամավորները եկան եւ ստորագրեցին 28 մեր падգամավորները նույն բառացիորեն նույն բլանկի տակ մեր 28 падգամավորներով։ Մենք չունենք որևէ առանձին թեկնածու, այդ 28 ստորագրությունները Դավիթ Համբարձումյանի համար են, մենք չունենք առանձին ձևաթուղթ, այդ 28 ստորագրությունները ՀԿ-ի պատրաստած ձևաթղթի համար են։ Որևէ խնդիր չկա։ Ուղղակի եթե վիզուալիզացնելով 6 ստորագրությունները միտքային էր, որ տպավորություն ստեղծվի, որ 28-ը չկան, մենք այդ նույն վիզուալ կերպով 28-ը ապահովեցինք։ Դրանք տառացիորեն նույնն է, եթե որևէ մեկը խնդիր է տեսնում 28-ի մեջ, պիտի նույն խնդիրը տեսնի 6-ի մեջ։ Այդ ձևաթուղթը թե ինչի համար է ՀԿ-ն չի էլ հրապարակել, բայց ենթադրում ենք, որ այսինքն վստահում ենք այդ մասով գործընկերներին, ենթադրում ենք, որ այդտեղ խնդիր չի լինի, եւ այս մեր ստորագրությունները ձևաթղթի համար են։ Տեխնացուի հետ կապված որևէ հարց անգամ չենք տվել։ Ինչու է տեխնացուն, ինչու ոչ էս մեկը, ենթադրելով, որ գործ ունենք
30 տարի Հայաստանում դերակատարություն ունեցած լուրջ եւ ծանրակշիռ քաղաքական ուժի հետ, ով ստանձնել է քաղաքական գործընթացի պատասխանատվությունը եւ նաեւ ունի քայլերի հաջորդականությունը եւ իր մարտավարության տեսակետից ճիշտ է համարել այս տեխնացուին։ Մենք այլ մարտավարությամբ ենք առաջնորդվում, որևէ կերպ չխոչընդոտել, մեր ուժերի ներածին չափով օգնել այդ գործընթացին։ Սա է մեր տրամաբանությունը, դրա համար էլ ես չեմ կարող հասկանալ մարդկանց, ովքեր 6 տորագրության մեջ չեն տեսնում խնդիր, 20-ի մեջ տեսնում են։ Ես կարող եմ այլ մարդկանց հասկանալ, ովքեր կարող են հարցեր տալ, ինչու էսպես, ինչու էս տեխնացուի, ինչու ոչ էս տեխնացուի, ինչու երբ է ի վերջո սկսվելու գործընթացը մուտք արվելու, բայց դա ասում ենք, որ գործընթացը նախաձեռնողներն է պետք տալ այդ հարցերը։ Մեզնից կախված է այս փուլում տալ մեր 28 ստորագրությունները, մենք դա տալիս ենք Դավիթ Համբարձումյանի համար, ՀԿ-ի պատրաստած ձևաթղթի համար, որևէ ինտրիգ այդտեղ չկա, որևէ այլ ձևաթղթ չկա, որևէ այլ տեխնացու չկա։ Տեսեք, դուք ասում եք ինտրիգ չկա, բայց դրանից հետո սոցիալական ցանցերում նույն նաև իմպիչմենտի նախաձեռնողները սկսեցին մեկնաբանել, որ ազգային ժողովում կա 2 իմպիչմենտի գործընթաց եւ դրան չի մասնակցում 2 խմբակցություն։ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմ խմբակցությունը, կամ այլ մեկնաբանություն, որ Հայաստան խմբակցությունը հույսը դրել է Հովիկ Աղազարյանների ստորագրության վրա։ Մենք չենք իմպիչմենտի գործընթաց նախաձեռնում, մենք որևէ բանի վրա հույս չենք դրել։ Մենք մեր 28 ստորագրության տերն ենք, դա տալիս ենք, առանց որևէ հարցի, առանց որևէ պահանջի, առանց որևէ այդ 28-ը ինչի համար է պետք։ Գործընթացի համար, չէ՞։ Երբ որ հիմա իրենք էլ չգիտեն ճիշտն ասած, այսինքն կամ գիտեն գուցե, որ երբ են ուզում մուտք անել այդ գործընթացը, չեն դա ուղիղ կամ հայտարարում, չեն ասում, մեկ ասում են 54 պատգամավորի դեպքում, մեկ այլ թիվ են։ Մենք 28-ի տերն ենք։ Երբ մուտք կանեն, կարող են գալ այդ 28-ը վերցնել, որը մեր գրասենյակում է, մուտք անեն։ Այդտեղ տեխնիկական հարց կլինի, դուր չի գա մեկի ստորագրությունը, գրիչի գույնը, այլ կլինի, ես վստահ եմ տեխնիկական խնդիրները կարող ենք հենց այդ պահին, հենց այդ օրվա մեջ լուծել, մի քանի ժամվա մեջ, ու ես այստեղ է որ չեմ հասկանում խոսքը։ Իսկ թիրախավորումների շարունակությունը այդ ստորագրությունները հրապարակելուց հետո միայն խոսում է մեր այն մտահոգությունների մասին, որ բարձրաձայնել ենք, որ գործընթացի նպատակը կարծես Հայաստան խմբակցության թիրախավորումը ավելի շատ լինի, որովհետև սա կարող էին այդ իմպիչմենտ նախաձեռնողները ձևակերպել որպես հաղթանակ։ Մի քանի ժամվա ընթացքում իրենց առաջադրած տեխնացուն, որ եկեք ընդունենք ամենահայտնի քաղաքական գործիչներից, չէ, ունի 34 պատգամավորի աջակցություն իմպիչմենտի գործընթացի համար։ Իսկ ինչու այս ճանապարհով չի գնում։ Ինչու դա չի ձևակերպվում որպես 34 պատգամավոր ունենք, պետքա գնանք մնացածի հետևից։ Ես այլ հարց ունեմ։ Իսկ ինչու չմիացածները չեն թիրախավորվում։ Պակասող ձայները չեն բանանում թիրախավորվում։ Պատիվ ունեմ իս դուրս եկած Իշխան Զաքարյանի մասին ինչ է իր դիրքորոշումը։ Այսինքն Հայաստան խմբակցությունը ասում է միանում եմ։ Հետո էլ շարունակում Հայաստան խմբակցության թիրախավորումը։ Սա արդեն ծիծաղելի է դառնում, բայց ես այստեղ ավելի կարևոր է հետևյալը։ Մենք չպիտի թողնենք, որ սա փոխարինի երկրի հիմնական օրակարգին։ Շատ լավ։ Ուժերից մեկը տեսել է այս ելքը, մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել դրան, բայց պետք չի մեզնից պահանջել դառնալ մի նախաձեռնության նախաձեռնող, որը մենք չենք սկսել։ Եթե մենք տեսնեինք ճանապարհը, արդեն կնախաձեռնեինք։ Մենք չենք տեսել, ինչ որ խնդիրներ ենք տեսել, որը մեր համար անհաղթահարելի է եղել այս պահին։ Եթե այլ թիմը տեսել է այդ խնդիրները ինչպես հաղթահարել, դա շատ լավ է, դա ողջունելի է եւ պետք է հաղթահարվեն այդ խնդիրները, բայց այդտեղ մեզ որպես նախաձեռնող այս նախաձեռնության պետք չի ներքաշել, որովհետեւ ելի եմ կրկնում, եթե մենք ցանկանայինք նման գործընթաց նախաձեռնենք։ Հնարավոր համարում եք, որ այդ պակաս ցայները, որ ասում եք, ինչու չեն թիրախավորում, սպասում են Հայաստան խմբակցության ստորագրությանը որպես միանա։ Դե եթե դրան է սպասում, 3 կա, եթե Իշխան Զաքարյանին պետք է այդ 28 ստորագրությունները, կարող են հենց հիմա գալ վերցնել այդ 28-ը, եթե Իշխան Զաքարյանի պայմանը դա էլ տանել, մենք դե դատարկ բլանկն կտանք, եթե չեն կարող, այսինքն 29-30-31, 29 ստորագրի։ Դրա համար պետք է խոսել, ոչ թե պետք է թիրախավորել։ Եթե Իշխան Զաքարյանը նման պայման է ասել, որևէ խնդիր չկա, ես կտանեմ։ Ես պատրաստ եմ։ Կարծես թե Հայաստան խմբակցությունն էլ իմպիչմենտի կողմն է։ Այստեղ որտեղ է տարաձայնությունները Հայաստան խմբակցության եւ Պատիվ ունեմի միջև մարտավարության մեջ իշխանափոխության, որտեղ
Երևի մարտավարական, ոչ թե impeachment-ին կողմ, մենք դա դիտարկում ենք որպես գործիք, որը կարող է օգտագործվել որոշակի պայմաններում։ Մենք ավելի կենտրոնացած ենք պայմանները ստեղծելու վրա եւ ի վերջո իսկապես դա բարդ գործընթաց է, այսինքն հաջողության համար պետք է առնվազն 20 պատգամավոր, որոնք չեն հանդիսանում ընդդիմադիրներ, կողմ լինեն։ Մենք փորձում ենք գալ այդտեղից, ինչ պայմաններում 20 պատգամավորներ կողմ կլինեն, փորձում ենք պատասխանատու մոտեցում ունենալ այն առումով, որ եթե չենք տեսնում դրա ճանապարհը, չասենք, որ սա փրկության միակ ճանապարհն է, որովհետև ով է ասել, օրինակ ԱԱԾ ղեկավարը կարող է մտնել կամ դատախազը բանանել Նիկոլ Փաշինյանին։ Ես կարող եմ հարցնել, ավելի հեշտ է մի դատախազի վրա ճնշում գործադրել կամ ԱԱԾ ղեկավարի, թե 20 ԿՊ պատգամավորի։ Հարցեր են, չէ՞, ուզում ասեմ, պետք չի ինչ որ միտք, որը ամրագրված է օրենքով, ներկայացնել որպես փոփոխության միակ տարբերակ։ Կան այդ իշխանափոխությունը ոնց կարող է լինել, ամրագրված է։ Դու պիտի ընտրես այն տարբերակը, որին դու կարող ես քո ունեցած գործիքակազմով հասնել։ Հիմա այստեղ է հարցը, այսինքն տարական հարցեր են գալիս, որ տեխնացուի դեպքում դա կլինի, որ տեխնացուի դեպքում այնպիսի պայմաններ կունենանք, որ ապահովենք այդ քվեարկությունը։ Ի վերջո նպատակը փոփոխությունն է, չէ՞ թե գործընթացը։ Սա է, մենք այս պայն չենք տեսնում։ Դա է խնդիրը։ Չենք տեսնում, որ օրինակ, մենք ունենք տեխնացու, որը առաջադրելով կարող ենք ստեղծել այն պայմանները, որ 20 պատգամավորներ լրացուցիչ ընդդիմադիրներից բացի կողմ կքվեարկեն, նաև հստակ ժամկետներ impeachment-ը ենթադրում։ Բայց մեր չտեսնելը չի ենթադրում, որ գոյություն չունի։ Շատ լավ է, եթե այլ քաղաքական ուժ տեսնում է։ Ուղղակի, այդ եմ ասում, կենտրոնացում պետք է լինի այդ ճանապարհը ցույց տալու վրա կամ պակասող ձայները հայթայթելու, ոչ թե կենտրոնացումը թիրախավորում են ուժի, ով խոշոր հաշվով, այո, չի տեսնում, բայց ասել է, որ իրենից ինչ կախված է, 28 ձայն է կտա։ Եթե այլ process փողոցային կլինի, վստահ մտաղեն մասնակցություն կունենանք։ Սա է, այսինքն մոտեցումների տարբերությունն է, կարող ենք մարտավարությունն էլ բանանել եւ եթե սիրախավորում շարունակի, ես արդեն մեր հաջորդ հարցազրույցում կսեմ նաեւ նպատակների տարբերությունը։ Ինչու ենք օրինակ հնարավոր համարում, որ մի ընտրությունում 8% ձայն հավաքած քաղաքական ուժը բառացիորեն 6 ամիս հետո հավաքի 90% նման հավանականությունը տեսանք եւ հավանական չենք համարում, որ օրինակ 20 ԿՊԱ-ական պատգամավոր իրենց կուռքի Փաշինյանի աղաչանք պաղատանքին արձագանքի եւ impeachment հայտարարի։ Որ հնարավոր չի, հակառակը, հենց այդ 20 ձայնին կգամ նա մասին, որ կարող ենք հիմա ճանապարհ չենք տեսնում, բայց բոլոր տարբերակները պետքա փորձել, որտեղ որևէ մեկը չի կարող ասել 100%-ով սա կլինի, սա չի լինի։ Մենք կարող ենք միայն ունենալ մեր գնահատականները, բայց մեր պարտքն է չխոչընդոտել որևէ գործընթացի, որը իսկապես ուր կարող է հանգեցնել, չգիտենք։ Եվ դուք շատ ճիշտ ասեցիք, որ փաստորեն Փաշինյանը պիտի կանչի եւ ուղղասի դու քվեարկում ես, դու չէ։ 18-ին էլ չէ այդպես եղավ, չնայած փողոցի այդքան արկայությանը։ Եվ այո, այսինքն հարցը հենց այդպես էլ պիտի դրվի ԿՊԱ-ականները այլ պարագայում չեն բանանի, չեն կունենա այդ արդյունքը։ Հիմա հարցը այդպես է, ոնց հասնենք այդ կետին, որ Փաշինյանը, օրինակ, եթե impeachment-ի ճանապարհն է, այդպիսի այդ մանին գա, մտայնությանը գա։ Ոնցի հարցն է։ Իսկ արդյոք հնարավոր համարում եմ, թե չէ, իհարկե համարում եմ։ Եթե հնարավոր չէ համարեի 0% հավանականություն տեսնեի, որքան ստատուս ուզում էր գրվել, ու եթե մտածեի, որ սա վնասակար է, իհարկե ես չէի տայի օրինակ իմ ստորագրությունը, բայց լավ, դու կարող ես տարբեր գնահատական ունենալ, բայց իհարկե կարող է հավանական լինել, զարգացումները անկանխատեսելի են, երկրում մթնոլորտը ամեն օր փոխվում է, բայց այդ եմ ասում, ես ուրիշ բան հնարավոր չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում, որ առանց ջանք գործադրելու է դա հնարավոր։ Նկատում եմ ավտոմատ կերպով է դա հնարավոր։ Ուղղակի մենք հայտարարեցինք impeachment-ի մասին եւ հենց Հայաստան խմբակցությունը իր ստորագրությունը դրեց, ես այդ բանին եմ պատասխանում։ Որտեղ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստան խմբակցությունը չի դնում ստորագրություն, հենց դրեց ավարտվում է այս process-ը։ Ես ուզում եմ process-ի մասին մարդիկ պատկերացում կազմեն ու իմանան, որ դա ջանք պահանջող գործընթաց է, որը այո, կարող է հաջողության ավարտվել որոշակի պայմանների բավարարման դեպքում։ Այ դա հիմա դրա համար ենք ասում, այդ քաղաքական պատասխանատվությունն է շատ կարևոր։ Ով է ստանձնում ստեղծել այդ պայմանները, այդ պատասխանատվությունը։ Թե չէ անհավանականի մասին ես չխոսեցի, չեմ էլ կարող այդպես հայտարարություն անել։ Ով կարող է կանխատեսել մի շաբաթ հետո Հայաստանում ինչ կլինի։
Չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի վերջին ոչ ադեկվատ փողոցային բառապաշարով հայտարարությունները ըստ էության դիմում է ՔՊԱ-ականներին իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս Հայաստանում թիվ 1 վարկանիշ ունեցող կառույցի, ժողովրդի մեջ ժողովրդավայնության ամենաբարձր մակարդակ ունեցող եկեղեցու դեմ։ Դրանով չի հրահրում ընդհանրապես իր դեմ գործունեություն։ Չեմ կարծում, որ անտրամաբանական գործունեություն է եւ ցավոք սրտի նաեւ չեմ կարծում, որ գործողություններ են, որոնք միտված են իր դեմ, միտված են մեր ինքնության դեմ, միտված են մեր պատմության դեմ ու մեր ապագայի դեմ։ Այո, ժողովրդի մեջ ամենամեծ վստահությունը վայելող, ազգային ամենաերկար պատմություն ունեցող կառույցի մասին ենք խոսում, բայց խոսում ենք թիրախային ու շատ լավ ծրագրած արշավի մասին, խոսում ենք արշավի մասին, որի նարատիվների տարածումը հանրության մեջ տարիներ շարունակ եղել է, այսինքն վերցրել են նարատիվները, որը արհեստականորեն ներմուծվել են մեր հանրության մեջ, որոշակի շերտի մոտ արձագանք են գտել, դրանք հնչեցվում են ամենաբարձր պետական մակարդակով, որպեսզի կազմաքանդեն մարդկանց ձեռքով կազմաքանդեն կառույցը, որը պաշտպանում է այդ նույն մարդկանց։ Սա տեղի ունեցել նաև բանակի դեպքում, եւ չեմ կարծում, որ այստեղ ՔՊ-ականներին սոս է հնչեցրում ինձ իմպիչ արեք կամ իմպիչմենտի դիմեք։ Չէ, սա պայմանավորված է Ադրբեջանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հետ, ստանձնած պարտավորությունների հետ, որը սա մաս է դենացիոնալիզացիայի ծրագրի, որը ուղղակի այլ փաթեթավորում ունի։ Երկրներում, որտեղ թշնամիները գրավում են, հաճախ իրականացնում են դենացիոնալիզացիա, այսինքն նոմինալ պահում են ազգին, մարդկանց չեն բնաջնջում, բայց զրկում են իրենց ազգային ինքնությունից, զրկում են այն հողից, որի վրա այդ մարդիկ կարող են հենվել, ապրել ու ստեղծել, հողը ասելով ֆիզիկական իմաստով, չէ, այսինքն այդ հիմքից։ Դենացիոնալիզացիայի ծրագիրը աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է տարբեր մեթոդներով, շատ դաժաններն են անգամ եղել։ Հիմա Հայաստանում հիբրիդային մեթոդ է, պատկերացրեք, եթե այս հայտարարությունները լինեին Իլհամ Ալիևի կողմից, դրանք բնական հակազդեցություն կառաջացնեին, չէ՞։ Բայց հիմա, երբ ազգանունով յաներն են այսպիսի հայտարարություններ անում, իմ հասարակության մանավանդ այլ եմ ասում, որտեղ այդ նախապատրաստական աշխատանքը եղել է, հա դե, բայց դե ամեն դեպքում գուցե խնդիրներ կան, խոսենք թե չէ, եւ մեր օրակարգ են մտնում նարատիվներ, որոնք ընդհանրապես առաջնային օրակարգեր չեն եւ կապ չունեն օրինակ մեր անվտանգային խնդիրների հետ, տնտեսական խնդիրների հետ։ Հետեւաբար սա ճիշտ նույնն է, ինչ 2018-ին իրականացվել է Տուշոնկայնարով բանակի նկատմամբ, հիմա նույնը իրականացվում է եկեղեցու նկատմամբ, ու այստեղ ես ուզում եմ նաև, որ այդ զգոնությունը չթուլացնենք, այնպես չի, որ այն թիմը, որը սա իրականացնում է եւ հակառակն է ճիշտ Փաշինյանն անում, ոչ ասում են իմպիչ արեք, այլ հավատարմության երթում է կորզում, ասում է ես իրականացնում եմ ամենաանթույլատրելի բաները, անում եմ ամենաանթույլատրելի հայտարարությունները, իմ կինն է դա անում, ու ես նայում եմ, ձեզնից ով դա չի կրկնի, ով չի հավանի դա եւ ով դրանով չի կիսվի, ով դա չի անի, մաս չի կազմի, ուրեմն իշխանության կպատժվի, սա է տեղի ունեցողը։ Իսկ ինչ վերաբերում է արդեն արշավի ընթացքին ու հանգուցալուծմանը, կարծում եմ այս փուլում ամենակարևորը հանրային այն աջակցությունը, որը սոցիոլոգիական հարցումներով արտահայտվում է, ես վստահ եմ, որ անգամ դրանից բարձր է հանրային աջակցությունը եւ վստահ եմ, որ բոլոր այն ինստիտուտները ու անհատները, ովքեր հայտնում են ԿՊ-ի թիրախում, իրենց շուրջ տեղի ունենում մոբիլիզացիա։ Ես կարծում եմ, այս փուլում ամենակարևորը մեր եկեղեցուն, մեր վեհափարին հասցնել այդ ուղերձը, որ ինքը ունի ավելի մեծ աջակցություն, քան պատկերացնում է, քան իսկապես կարող է պատկերացնել։ Գուցե այդ թշնամական քարոզը կարող է սասանել նաև այդ աջակցության մասին ունեցած պատկերացումները, գուցե կարող է տպավորություն ստեղծվել, որ մեր ազգի մի հատված հեռացել է մեր հավատքից, չի սատարում իր վեհափարին, բայց ես վստահեցնում եմ, մեր ազգը մոբիլիզանում է այն ժամանակ, այն պահերին, երբ թշնամական հարձակում է լինում, երբ զգում է դա, տեսնում է ու մոբիլիզանում է հենց այն ամենի շուրջ, որի թիրախում են այդ թշնամական հարձակումները։ Դա համար սա իսկապես բացառիկ, պատմական, անկյունաքարային պահ է, ու այստեղ է, որ պիտի կարծում եմ հենց այդ ջրբաժանն է, էլի, մենք որ ուղղությամբ ենք գնալու, մենք զրկվելու ենք, մեր դիմագիծը այսպես ջնջվելու է, մենք թույլ ենք տալու, որ այս պաշտպանական գծի վերջին կառույցներից, ամրոցներից մեկն էլ կազմաքանդվի,
թե իր շուրջ մոբիլիզանալով ու պաշտպանելով կառույցը պաշտպանելու ենք մենք մեզ։ Փողոցային բառապաշարով հարձակումը եկեղեցու եւ հայոց կաթողիկոսի վրա, որը շարունակվում է այսօր էլ արդեն գրառում կար նորից, կարող է հանգեցնել փողոցային առճակատման քաղաքացիական պատերազմ։ Դժվար կպատասխանեմ այդ հարցին, քաղաքացիական բախումների համար երկու կողմ է պետք։ Ես չգիտեմ Փաշինյանը, ես տեսել եմ Փաշինյանին նոյեմբերի 9-ից հետո եռաբլուր բարձրանալուց, երբ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայով մարդկանց եռաբլուր նվաճելու էր տանում, իսկապես առաջին անգամ այդ այցը, մա չգիտեմ կկարողանա վարչական ռեսուրսով մայրաթորի վրա հարձակվող երթ ձևավորել, չգիտեմ, չեմ կարողանա պնդում անել, գիտեմ, որ շատ ավելի դժվար է, շատ ավելի դժվար է եւ երևի սա նաեւ նրա համար է, որ Փաշինյանը ուզում է վերադառնալ իր հեղափոխական կերպարին, իր շարժումների առաջնորդող, որտեղ նաեւ զրկվել է փողոցային աջակցությունից եւ այդ բառապաշարն էլ պատահական չի, դա ռեզոնանս առաջացնող բառապաշար է, դա անխուսափելի հակադարձման մղող բառապաշար է եւ դա դրա հետևանքով ըստ էության օրակարգ ստեղծող բառապաշար է։ Պատկերացրեք նույն հայտարարությունները արվեին շատ ավելի մեղմ, շատ ավելի հայհախառն որակումներ չպարունակող բառապաշարով, բնականաբար այսպիսի օրակարգ չէին ստեղծել։ Դրա համար սա եմ ասում, որ սա շատ մտածված է, ոչ որևէ պատահական բան այստեղ չկա։ Կարող է արդյոք այս ամենը բերել բախումների այդպիսի բան չանեմ, կանխագուշակում չանեմ, բայց որ սա խորացնում է ազգամիջյան պառակտումը եւ սա ավելի թշնամացնում է մեր հանրությունը, դա միանշանակ, եւ որ սա ինչ կաներ ցանկացած ազգային ուժ, ցանկացած մեզ հաճախ ասում են, չէ, որն է այլընտրանքը, լավ դե ասեք, որն է այլընտրանքը, մենակ քննադատում եք։ Պարզ այլընտրանքը դրա համար ենք ասում, որ սկսվում է չանելուց այն, ինչ անում է հիմիկվա իշխանությունը։ Ցանկացած ազգային ուժ, ազգային շահերով առաջնորդվող ուժ կուզենար միավորել, ցանկացած երկու շերտ միավորել, երեք շերտ իրար միավորել, 4 տարբեր կարծիքների մեջ գտնել կոնսենսուսային մեկը, որի շուրջ հնարավոր է ավելի շատ թվով մարդկանց միավորել։ Միավորումը ուժ է։ Ինչ կանի ոչ ազգային շահերով առաջնորդվողը կամ ազգային շահերի դեմ առաջնորդվողը, բնականաբար պիտի փորձի պառակտի, բաժանիր, որ տիրեսը։ Դրա համար ուր կհասցնին չգիտեմ, բայց որ հաստատ պառակտում է, բաժանում է, տրոհում է ու միմյանց դեմ է հանում, դա այդպես է։ Ես միայն հույս ունեմ, որ իսկապես ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի պաշտոնի խոստում, ոչ մի բան, ոչ մի սպառնալիք որևէ մեկին չի ստիպի գրոհել մայրաթորը։ Ես դրան իսկապես հույս ունեմ։ Հիմա սա ասում եմ ու հիշում եմ, որ մի տարի առաջ ամեն դեպքում գտնվեցին ոստիկաններ, որ փորձեցին փակել վեհափարի մուտքը Սարդարապատ, բայց նաև կային այնպիսիները, որ հասկանում էին ինչ են անում, նույն այդ ոստիկանական շարքերում։ Դրա համար ես կարծում եմ, այսպես կարող եմ ձևակերպել, որքան Փաշինյանը շարունակում է այս թշնամական ռոպագանդան, որքան խորանում է դրանում, որքան խոսում է Փաշիզադեի եւ Ալիևի բառապաշարով, այնքան շատ մարդիկ են փաստորեն հասկանում, որ ինչի հետ գործ ունեն եւ բնական հակազդեցություն է ծնվում։ Սա մեզ ուր կտանի, կարծում եմ աշխատանքի ու ճիշտ կազմակերպման դեպքում կտանի փրկության։ Եթե չկարողանանք դա կազմակերպել, կտանի հպատակության, այսինքն, եթե մեր վերջին ամրոցներից մեկն էլ կհաջողվի կազմաքանդել։ Փաշինյան Փաշազադե համատեղ հարձակումը եկեղեցու վրա ավելորդ անգամ փաստեց, որ Փաշինյանը այսօր իրականացնում է նաև ձեր խոսքերով դեռ չստորագրված խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի կետերը։ Ինչ է ցանկանում սրանով անել եւ ինչու մինչեւ հիմա չի ստորագրում Ադրբեջանը այդ խաղաղության համաձայնագիրը։ Չի ստորագրում, որովհետեւ չստորագրելով կարողանում է նաեւ ավելին ստանալ, քան այդ թղթում ամրագրված է, այդ թղթում ինչ կա արդեն ստացել է, եւ այո, ես պնդում եմ, որ այդ պայմանագիրը չստորագրված ուժի մեջ է մտել, այդ պայմանագրում չկան որևէ կետեր, այսինքն կոնկրետություն, թե որ տարածքից ինչ պետք է զիջել, երբ պետք է դուրս գալ եւ այլն, նկատում եմ այդ մասով դրա համար որևէ փոփոխություն չկա, բայց այն ինչ որ ենթադրում է նոր զիջումներ,
եւ գրավոր եւ բանավոր պայմանավորվածությունները, որ ստանձնել է, մենք իրականության մեջ տեսնում ենք, օրինակ այդ պայմանագրում կա կետ, որով պարտավորվում է երրորդ երկրի ուժեր չտեղակայել մեր սահմանին։ Անցած տարի Մեղրիից համաձայնագիրը չի ստորագրվել, Մեղրիից դուրս բերեցին ռուս սահմանապահները։ Ինքնիշխանության անվան տակ մենք սահմանը պաշտպանելու խնդիր ունենք, ինքնիշխանության անվան տակ դուրս ենք բերում սահմանը պաշտպանող այլ երկրի ուժերին, որովհետև Ադրբեջանը դա է պահանջել։ Այդ պայմանագրում կա ծայրահեղականների, Ադրբեջանի ձևակերպումով ծայրահեղականների դեմ պայքարի կետ, ռևանշիստների, իսկ Ադրբեջանը ռևանշիստ է համարում բոլորին, ովքեր հայկական շահերի համար են պայքարում։ Եվ դեռ ավելին էլ, վերջո քփնել է չարք մտնելու, որքան էլ իրենք համագործակցեն Ադրբեջանի հետ կատարեն պահանջները։ Եվ մենք տեսանք, այդ ինչ սկսվել են բանակցություններ ու համաձայնություն այդ կետի շուրջ, ամենահայաց վեհապարը հանրային հեռուստաընկերությամբ ելույթ չի ունենում, ամանորին ուղերձ չի հղում, անցած տարի փորձ արվեց փակելու վեհապարի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ու հիմա էս արշավը։ Այդ բանակցություններում ոչ գրավոր, բանավոր համաձայնություն եւ պարտավորություն կա ստանձնած սահմանադրության փոփոխության։ Եվ մենք տեսնում ենք սահմանադրության հետ կապված գործընթացները եւ ուղիղ հայտարարություն այն մասին, որ եթե հակասի այն պայմանագրին, Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, կփոխվի սահմանադրությունը։ Ավելի ուղիղ հայտարարություն չէր կարող լինել, որ սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով։ Այսինքն մենք այս պայմանագիրը մնացածը կոնվենցիաներից կամ մեջբերում ենք կամ արդեն իրողություն դարձած փաստերի արձանագրում է։ Հիմա կամ անորոշ ձևակերպումներ եւ այլ չեմ ասում, որ բոլոր գլխավոր հարցերը դուրս են մնացել։ Գերիների հարց, Արցախի հարց չկա, ճանապարհը սահմանի ճանաչում Հայաստանի չկա, դեմարկացիայի դելիմիտացիայի խնդիրները կարգավորված չեն, ճանապարհների ապաշրջափակման հարցը կարգավորված չի այդ համաձայնագրով։ Հիմա այս պայմանագիրը իսկապես առանց ստորագրելու ուժի մեջ է մտել, որտեղ Փաշինյանը իրականացնում է։ Չի եղել պահանջ, որ Ադրբեջանի, որին եղել է դիմագրավում եւ այդ պահանջը չի իրականացվել։ Ինչու Ադրբեջանը չի շտապում ստորագրել, որովհետեւ չստորագրելով էլի եմ կրկնում, կարողանում է ճնշում գործադրել պահանջները ավելացնելով անընդհատ նոր բան ստանալ, եւ երկրորդը կարծում եմ նաեւ կա օտար բառ օգտագործեմ թայմինգի հարց, այսինքն դա կարող է ստորագրվել այն պահին, երբ որ դա ամենաշատն է պետք Փաշինյանին իշխանություն պահպանելու, վերարտադրվելու, մեր ժողովրդին խաբելու համար։ Եվ այդտեղ է նաեւ ամենաուղիղ ապացույցը, որ մենք Հայաստանում ինքնիշխանության անվան տակ հաստատում է Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություն։ Այսինքն Հայաստանը իր պրոտեկտորատներին, հայկական գործող իշխանությունները, այսինքն Հայաստանի գործող իշխանությունները իրենց պրոտեկտորատներին, իշխանության աջակիցներին, իշխանությունը որտեղից են ստանում, տեսնում են Ադրբեջանից ու Թուրքիայից։ Այնտեղով են պայմանավորում իրենց իշխանության մնալը։ Սա վկայում է 21 թվականի Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությունը, որ Հայաստանում թույլ չեն տա իշխանության փոփոխություն, սա վկայում է նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ պայմանագրով փորձելու են, երբ դա ամենաշատը կարողանան օգտագործեն, դա կլինի ընտրություններից առաջ, ստանան այդ պատկերը, որ Ալիևը եւ Փաշինյանը գնում են խաղաղության։ Դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, որը վերաբերում էր այդ խաղաղության պայմանագրի ստորագրման ընտրությունների համար որպես հաղթաթուղթ Փաշինյանին տալու։ Այդ դեպքում մյուս հարցը, հնարավոր համարում եք ընտրություններով Փաշինյանի հեռացումը, եթե գործընթացը հասնի մինչև ընտրություններ։ Ինձ համար ընտրություն, impeachment, բոլորը գործիքներ են, հանրահավաք, դրանք գործիքներն են։ Դա չի կարելի գործիքի եւ նպատակի տեղը խառնել։ Բոլորը մոբիլիզացիոն առիթներ են։ Փաշինյանի հայտարարություն, պայմանագրի ստորագրում, բոլորը առիթներ են, որոնք խնդիրը կազմակերպվածության եւ համապատասխան ենթակառուցվածքների առկայությունն է։ Ես քանի որ համակարգի մաս եմ, նկատի ունեմ կուսակցությունը, իմ մտածողությունն էլ համակարգային է։ Ես խնդիրները չեմ տեսնում ինչ որ կախարդական փայտիկի կամ որևէ մի քայլանի լուծումների մեջ։ Ես տեսնում եմ, որ մեր դեմ պայքարում է համակարգ։ Համակարգին կարող է հաղթել համակարգը։ Եթե ունես պատրաստ համակարգը, այսինքն համարժեքը գոնե մոտ համարժեքը, դու շանս ունես այդ համակարգին հաղթելու։ Եթե ունես դա, արդեն մնացածները կարող են առիթներ լինել։ Դու կարող ես
հանդես գալ հանրաքվեի նախաձեռնության, դու կարող ես իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, դու կարող ես մասնակցել հերթական կամ արտահերթ ընտրությունների, ու դրանք բոլորը արդեն կլինեն քո մոբիլիզացիոն առիթները, կարող ես այս բոլոր շարքից դուրս ձեռք բերել, բայց եթե չունես ու համակարգի դեմ չես հակադրելու քո սեփականը, բոլոր ամենասուր, ամենալավ գործիքներ քեզ չի կարողանալու օգնել։ Մեր ամբողջ խնդիրը դա է, որ թշնամական մեթոդներով մեր դեմ աշխատող համակարգին ռեսուրսների անբավարարության, փորձի անբավարարության, իրավիճակի երբեմն սխալ գնահատումների հետևանքով դեռևս չի հաջողվել հակադրել նույնչափ կամ մոտ համարժեք համակարգ։ Սա է խնդիրը։ Եթե դա լինի, մնացածը արդեն առիթներն են, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել։ Ես այստեղ կարող եմ մի քայլ էլ առաջ գնալ եւ ասել, որ չեմ պատկերացնում Փաշինյանին հեշտ իշխանություն զիջելու դերում։ Չեմ պատկերացնում, դա չեմ պատկերացնում որևէ դեպքում, չեմ պատկերացնում որևէ դեպքում հրաժարական ներկայացնելու, չեմ պատկերացնում իմպիչմենտի գործընթացի դեպքում այդ թիմից ուղղակի լուր հելանալու ասելու դուք կքվեարկեք, չեմ պատկերացնում անգամ ընտրությունների արդյունքները չկեղծելով հաշտվել այդ արդյունքների հետ։ Ինքը ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար։ Իմ հարցը այլ է։ Մենք ոնց դիմագրավենք այդ բոլոր փորձերին։ Սա է խնդիրը, ես լուծումը տեսնում եմ համարժեք, աշխատող, մոբիլ, արդյունավետ համակարգեր ստեղծելու մեջ, այդ համակարգերը, որոնք հակազդեցության համակարգեր պիտի լինեն փողոցում, քարոզչական դաշտում, թեզերի մշակման դաշտում, որովհետև մենք պիտի հասկանանք, որ մեր դեմ աշխատում է համակարգ երբեմն թշնամական ուղիղ վերահսկողությամբ, թշնամական որ ասում եմ բառը բուն իմաստով, երբեմն Ադրբեջանի մոդերացիայով։ Սա է Թուրքիայի մոդերացիայով։ Սա է պատկերը։ Հիմա ինչպես հաղթենք, մերը ստեղծելով, մեր համակարգը ստեղծելով։ Այդ համակարգի կարևորագույն բաղադրիչը ընդդիմության միասնությունն է։ Գործընթացները այդ ուղղությամբ են գնում։ 7 տարիների ընթացքում ամենատարբեր դրվագներում մենք տեսել ենք, իսկ կարծում աննախադեպ, ես շատ քաղաքական պատմության փորձ չունեմ, այսինքն քաղաքական ճանապարհի փորձ չունեմ, դուք կարող եք ինձ այստեղ օգնել, եթե Հայաստանի նոր անկախ պատմության մեջ այդպես դեպքեր եղել են, որ ընդդիմադիր դաշտը գրեթե ամբողջությամբ միավորված է եղել, մենք դա տեսել ենք պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, իսկապես ունեցել ենք իրավիճակներ կոնսենսուս -1 վիճակում, բայց ուզում եմ ասել, դա էլ չի բերել արդյունքի, որտեղ էլի ավտոմատ գումարումը միշտ չի որ բերում է արդյունքի։ Հիմա այստեղ միավորում կարող է լինել, եթե կա արժեհամակարգային ու մոտեցումների նույն ընկալում առնվազն, նույնություն։ Եթե դա չկա, ընդունելի տարբերակ կարող է լինել, որ ամեն մեկը իր մոտեցումներով ու իր արժեհամակարգով էլի աշխատի նույն խնդրի լուծման ուղղությամբ։ Գյումրիում մենք դա տեսանք ու արդյունքը վատ չէր։ Ավտոմատ կերպով դա արդյոք կարող է պրոյեկտվել այլ գործընթացների վրա, ոչ, առանց աշխատանքի ոչինչ էլ ավտոմատ կերպով չի կարող պրոյեկտել, բայց որպես մարտավարություն կարող է աշխատող լինել։ Այո, կարող է։ Այսինքն ֆիքսել ընդհանուր նպատակ, կարելի է նաև պայմանավորվել գծեր, վարքագծի համընդհանուր կանոններ եւ աշխատել այդ նպատակի ուղղությամբ, եթե չի ստացվում գործել որպես մեկ մարմին։ Եթե մի ձեռքը ապտակում է դեմքին կամ մյուս ձեռքին, ուրեմն չի ստացվում այդ երկուսը իրար հետ աշխատել։ Պետք է առանձին ամեն մեկը իր գործը անի, կարելի է պայմանավորվել նպատակի ու որոշ կարմիր գծերի շուրջ։ Այսինքն ես փորձում եմ մոտեցումներում դոգմատիկ չլինել, իմ պատկերացումները, որոնք կարող են ես ունենալ, դրանք ընկալել որպես սուբյեկտիվ, որ կարող է գոյություն ունենալ նաև այլ պատկերացում, որ եթե դու այսպես ես պատկերացում լուծումը պարտադիր չի, որ դիմացինն էլ այդպես պատկերացնի, ընդհանրապես աշխատում եմ այս պայմաններում, ելնել այն կանխավարկածից, որ չկա որևէ ուժ անհատ, որը գիտի եւ կարող է հանգուցալուծել այս իրավիճակը միայնակ։ Հետևաբար համագործակցությունը անհրաժեշտ է։ Ինչ աստիճանի, ինչ ձևով, ինչ ֆորմատով, դա արդեն իրավիճակից է կախված եւ կախված է նաեւ այդ հանգրվանից ու մոտեցումներից, կոմունիկացիայից։ Կարծում եմ ամենակարևորը ֆիքսել ընդհանուր նպատակը եւ եթե չի ստացվում որպես մեկ մարմին գնել այդ նպատակ, գոնե կարմիր գծերը, գոնե վարքագծի համընդհանուր կանոնները, որոնք խախտելը չի ողջունվի։ Այսպես էլ կարող է լինել, այսինքն միասնությունը լավ բան է, բայց եթե մոտեցումների ու
արժեհամակարգի շուրջ է։ Եթե արհեստական է, ավելի լավ է գուցե ամեն մեկը իրեն հարազատ մարտավարությամբ եւ իր ազատորեն իր մարտավարությունը ու գաղափարները իրականացնելու ճանապարհով շարժվի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Պանորամայի մի արգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Շնորհակալություն մեզ զոom կնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։